Մարտայի ֆոլկտրիոն շատ լավն է։ Հիանալի երաժիշտներ են։ Ասա, որ լավ են կատարում։ Իրոք որ լավ են կատարում։ Թե Էվան ճիշտ արեց, որ որոշեց վերանդայում ընտրենք։ Վաղուց չի եղել, գիտես։ Տեղը լավ է ընտրել, բայց ինձ թվում է մի քիչ ուշանում ապա։ Կգա, ասես դուրս է եկել։ Բայց զանգեմ տնամ ինչ է։ Էդգար մի զանգի։ Համբերի էլի։ Բայց ինչ կա զանգելու մեջ։ Դե տղես չեմ ուզում, որ ամեն վարկյան զգա մեր վերահսկողությունը։ Պապ, ես ու դու այնքան ենք հոգ տարել Էվայի մասին, որ սկսել ենք իրարից պաշտպանել։ Նա ընդամենը զանգեմ տնամ ուր է հասել, այդքան բան։ Ոնց անենք, որ ամեն օր ինձ ծնունդը լինի։ Դենց չի լինի։ Չի։ Շուտ կմեծանաս։ Ոչինչ, բայց գոնե ամեն օր մամերը կփչեմ ու երազանքը կողը։ Ես չեմ սիրում երազանքներ, Էվա։ Չի։ Որովհետև դրանք հիմնականում տենց էլ երազանք են ունում։ Այ օրինակ ես ոչ մի իրականացված երազանք չունեմ։ Ու միշտ տենց է, գիտես, երբ որ մի բան շատ ես երազում չի լինում։ Իսկ եթե ուղղակի ուզում ես ու անում ես, ստացվում է։ Այսինքն շատ կարևոր է ոչ թե երազել, այլ անել։ Այդ շատ տխուր բան ասաց։ Որ բա։ Դե որ չունես ոչ մի իրականացված երազանք։ Լավ, իրականում մի հատ շատ կարևոր ունեմ, որ իրականացել է։ Հա։ Որ մեկը Ամերիկա գալը։ Չէ, դու։ Մարդիկ իրենց ամբողջ կյանքը երազում են, որ հանդիպեն իրենց իսկական սիրուն։ Իսկ ես արդեն գտել եմ։ Մի բան ինձ թվում է, որ չի կարող ամեն ինչ ինձ իդեալական լինի։ Բայց ես չեմ կարծում, որ մեր հարաբերությունները իդեալական են։ Հետո ինձ թվում է, որ իդեալականությունը այդքան էլ հավես չի։ Մեկ-մեկ թերությունները ավելի շատ ես սիրում։ Ոնց կարելի է թերությունները ավելի շատ սիրել։ Դե կարելի է, օրինակ, կարաս սիրես մազերի մեջ թաքնված մի քանի սպիտակ մազ։ Ժպիտի փոսիկներ։ Ժամանակից շուտ առաջացած աչքի տակի կնճիռներ։ Որ ասում տարօրինակ ես։ Ինչ եղավ։ Հեռախոսս։ Այսօր ռեստորան պիտի գնալ պապայից հետ։ Մի 100 անգամ զանգել են, հաստատ։ Հա, Էդգար։ Ուր ես, Էվ։ Խցանման մեջ էի գալիս եմ։ Էվա, ինչ խցանում։ Դելտայից տեղ 20 րոպե է մաքսիմում։ Այդ ուղղակի ուրիշ տեղ մտա, հիմա գալիս եմ։ Դե բայց բան ենք պայմանավորել, եթե չէիր կարողանալու, թող մնար հետո կանեին։ Այդ ինչ ես պատմություն սարքում, գալիս եմ ասում եմ։ Լավ։ Գնանք։ Գալիս եմ։ Դե լավ է։ Այդ Ռոբի հետ է հաստատ։ Հա, ես տենց էլ հասկացել էի։ Հավանում ես այդ տղան։ Կարևորը Էվան հավանի։ Բայց որ ճիշտն ասեմ, դեռ վատ բան չեմ տեսել։ Դե այդ նրանից է, որ քիչ ենք շփվել հետո։ Բայց ինձ թվաց նորմալ շփվել եք։ Դե շփվել ենք, բայց մի անգամվա շփումը ինչ պետք է անի։ Մի տեսակ կասկածելի, չի։ Ինչը։ Դե որ այսքան բանը գիտի, բայց այդքան մոտ է Էվայի հետ։ Ինչա դու բացառում ես, որ ինչ-որ մեկը կարող է ուղղակի սիրահարվի կնոջը։ Դե չէ։ Ուղղակի եթե ինքը Էվայի հիվանդությանը նորմալ է վերաբերվում, ես չպետք է ուրախությունից թռվռամ։ Հետ ինձ նկատի ունես։ Մտածում ես ուրախությունից տեղը չեմ գտնում։ Խոսալուց առաջ գոնե մտածում ես։ Կներես, պապ, ես էդի նկատի չունեմ։ Ես նրան շանս եմ տալիս։ Շանս, որ զգային ինչ որ զգում են իր տարեկիցները։ Շանս, որ չմտածի հիվանդության մասին, այլ սիրելու։
Իսկ ես թվում եմ մենք այդ քայլով իրան ավելի վնասում ենք։ Ես ավելի լավը գնամ, բա։ Չէ, մի գնա։ Մեծ հաշվով այդ տղա այդ հանդիպումա թե չի հանդիպում, հետևայի որոշումն է։ Մենք կարանք խորհուրդ տանք, կարծիք ասենք, բայց որոշումը Եվայինն է, Էդգար։ Դե լավ, հա, արի թեման փոխենք ու տակ ու տեստ պատվիրենք։ Մամ ջան, լավ եմ։ Գույնս էլ ես լույսերից է, 1000 անգամ Ռոբին ասել եմ, որ փոխի։ Դե այդ երեխան երևի զբաղված է։ Ինչ էլ երեխա գտար։ Ուղղակի անպատասխանատու է։ Հետի որ ամուսնացավ սաղ օրը կնգա հետ կռիվ է անելու։ Ոնց ուզում ամուսնանա։ Չէ, այ մամ, դե օրինակ եմ ասում, նրան ուզողնով է։ Դե հերիք ավել պակաս խոսաս, ձեր երեքի էլ ժամանակն է, խոտեր չեք մնալու։ Սենց ոնց, մամ, երջանիկ։ Էս էլ Արսենը։ Բարև տղես, ոնց ես։ Լավ եմ, Մոգ ջան, դու ոնց ես, ցավը տանում։ Ոնց պիտի լինեմ ձեր կարոտով։ Ինչ ա եղել, հո բան չի եղել։ Խոստացել եմ, չէ, որ շուտով գալու ես մեր մոտ։ Իբր դուք գնացել եք, շատ գոհ եք, ինձ էլ եք տանում։ Դուք եկեք, դուք, տղես։ Լավ, մենք կգանք։ Դու հանգիստ եղի։ Մամ ջան, լավ, ստեղ ուշ է, արդեն գնամ քնեմ, ցավը տանեմ, վաղը կխոսանք, պինդ գրկում եմ։ Լավ, տղես, ցավը տանեմ։ Բարի գիշեր։ Դե լավ մնաց, յոչ Ջուլիես։ Քեզ ինչ է եղել։ Մտածում եմ Սոֆին Instagram կունենա։ Ինչ իմանում։ Իսկ ինչ ես կարծում, որ գրեմ կպատասխանի։ Դե նախ պիտի հասկանանք Instagram ունի, թե չէ։ Մի րոպե։ Գտա։ Ահա, դե գրի։ Բայց ինչ գրեմ։ Լողալուց ինչ է իր տենց մտածում։ Հենց դա գրի։ Հա։ Այսօր Սոֆիի մարդը ավտոնի մոտ էր բերել։ Սոֆիի մարդը։ Որտեղից իմացար որ իր մարդն է։ Դե հեռախոսով Սոֆի հետ էր խոսում, հասկացա էլի։ Հետո բոմբ դրեցիր ավտոյի մեջ ճամփեցիր։ Կարաս լրջանաս։ Բայց լուրջ եմ ասում, ես տես կանեի քո տեղը։ Դրա համար էլ դու իմ տեղը չես։ Դրա համար էլ նստած տառապում ես, գրես Սոֆին, թե չէ։ Ոնց ես? Ընդամենը ոնց ես? Աբա ինչ գրեի։ Չգիտեմ, նորմալ մի բան, ասենք որ ուզում ես տեսնես իրան կամ որ վերջի անգամ էշեշ բաներ ես խոսացել։ Գրեց դու։ Դու? Այդքան է։ Մի խելքի եք էլի։ Մեկը չկար նորմալ դանակարար ես ամեն ինչը չտենայի։ Նորմալ նամակ կգրես։ Հա, դու գնա։ Ինչի վախեցար։ Հետ մտքերով էի։ Հələ պատրաստ չես։ Մարդիկ սպասում են, պետքա դուրս գանք։ Հեսա 5 րոպեից պատրաստ կլինեմ։ Տարագացրու։
Ես կգնամ ստեղ։ Բա ես չեմ գալիս։ Ուր ես գալիս։ Դե գամ տենամ, որի մեծ ես, կարող է վրետ մի քիչ ջոյնանա։ Ո՞վ երեխա չեմ։ Քեզ թվում է։ Վաղը կհանդիպենք։ Կհանդիպենք։ Նայ ասել ես։ Ես ուղղակի Ռոբի հետ էիր։ Չենք պլանավորել, պատահական եկավ։ Դա բացատրության կարիք չկա, կարևորը որ մեզ հետ ես։ Այս այդ կարևոր է։ Մենակ չասես, նեղացել գնացել։ Անկեղծ ասած ես վերջերս հեչ իրան նման չի։ Միակ պստլիկ կներես, լիքը հարցեր կարող լուծել քո համար։ Բայց ես քո մասին չէի խոսում, չէ՞ պապա։ Եվ այն չես բոլորիս հավաքում ստեղ ու դու գնում քո գործերով։ Էդգարն էս տպավորությունը ոնց որ երկու անծանոթ մարդ են կանչել։ Մի քիչ շփվեիք իրար հետ, ինչեր կայ։ Պատասխանները միշտ չէ, բծալ ես դրած։ Լավ, մենք պետք է հասկանանք, որ Եվա ջան, ընտանիքը միշտ առաջին տեղում է։ Մանավանդ որ դու խոստացել եմ։ Հա։ Լավ։ Եկեք տրամադրություններս չփչացնենք։ Ինչ համով բաներ եք պատվիրել։ Ինչ եղավ։ Ես սովված չեմ գնում։ Չէ, ուրեմն միասին են գնում տուն։ Չէ, ես տուն չեմ գնում։ Դուք ընտրեք, ես մի քիչ ուշ կգամ, լավ։ Բայց ախր Դու չես պատճառը։ Մինչև քո գալն էլ տրամադրությունը այն չէր։ Խանութի պատճառով։ Նաև Իսկ նորություն կա։ Եվա ջան, ես քեզ ասել եմ, դու այդ հարցում մի անհանգստացի։ Դե չեմ անհանգստանում, ուղղակի հարցնում եմ։ Դու մենակ ասա, ինչ պատվիրեմ քեզ։ Ոչ մի բան չենք պատվիրի, որովհետև Էդգարը այնքան համով ճաշակ ունի, որ իրա պատվիրածներն էլ հենց մտիկ։ Համաձայն եմ, դե սկսենք։ Դե լավա դեմքդ տեսա։ Ինչի կարոտել էիր։ Ինչ ես արել, ինչ կա։ Ամեն ինչ շատ լավ է։ Կոնկրետ ինչը։ Դու ինչի ես տես լարված։ Ուզում եմ իմանամ ինչ կա եւ այս։ Գիտես ինչ կա, բայց տենց չասեցի ինչի ես տենց ագրեսիվ։ Ուզում իմանամ հասկանում ես, չէ՞ ինչ ես անում։ Գիտակցում ես, չէ՞ որ Եվայից սկսել ես հանդիպել, ուրեմն էլ հետեդարձի ճանապարհ չկա։ Բայց ես դրա մասին չեմ էլ մտածում։ Իսկ դու սիրում ես Եվային, թե ուղղակի խղճում ես։ Դու հիմա լավ գիտես, չէ՞ որ եթե քո տեղը ուրիշ մեկը սենց բան ասեր, ինչ կլներ իր հետ։ Դե արա ում ես սպասում։ Ինչ է այդ կատարվում։ Լրիվ քեզ կորցրել ես։ Ես ընդհանրապես ուզում եմ, որ դու մի բան անելուց առաջ երկար մտածես, Ռոբ։ Ունես քո կարծիքով ես չեմ մտածում, արս։ Մտածում ես, բայց չես պատկերացնում, ամենավերջում քեզ ինչ է սպասվելու։ Ինչ է սպասվում։ Դե ուղիղ ասա, մտածում ես, որ Եվան ամեն վարքյան կարա։ Ինչ է եղել։ Հələ արի լավ, դու էլ ես տենց մտածում։ Հա, դեմքիս ասեք։ Մտածում եք Եվան ամեն վարքյան կարա մեռնի ու ես պիտի վախենամ իր այդ կապ ունենամ։ Պիտի ինձ ազատեմ այդ սպասվող ցավից, հա։ Ռո։ Լսի։ Եթե դու ընտրել ես Եվային ու վստահ ես դրանում, մենք մենակ կարանք երջանիկ լինենք դրանով սրտանց, այդքան բան։ Հա, լավ, ընտրել եմ։ Ու եթե անգամ իրան քիչ ժամանակ է մնացել, ես ուզում եմ այդ ժամանակ իր հետ անցկացնել։ Իրանից հետո մոտը շատ բան է փոխվել։ Ես տպավորությունն է ոնց որ ամբողջ կյանք իրան ճանաչել եմ։ Ու էլ չեմ կարող առանց իրան։ Կներես։ Մի քիչ տաքացա, չպիտի սենց խոսայի։
Ինչ ես դու լուր բացում, Աննա։ Ուտելու բան կա, թե մի բան պատվիրեմ։ Պետք է գնանք ընթրիքի, գնացինք բաճի։ Աննա։ Մտածեցի Էդգարը տուն կգա։ Դե եթե մինչև հիմա տուն չի եկել, դժվար էլ կա։ Էվա, դու գիտես որտեղ է լինում, որ գիշերները տուն չի գալիս։ Եթե անկեղծ ասեմ քեզ, ինձ թվում է Էդգարի կյանքում ինչ-որ մեկը կա։ Հետաքրքիր տղա է, ինչի չի ծանոթացնում։ Դե չգիտեմ ինչի չի ծանոթացնում, բայց եթե գիշերները տանը չի լինում, ինչ-որ մեկի մոտ է լինում, այդ նշանակում է լուրջ է։ Լավ, ես կխոսեմ հետը։ Եթե ինչ-որ մեկը կա, պիտի ծանոթացնի։ Երեխա չի, պիտի մտածի ընտանիք կազմելու մասին։ Պապ, մենք Էդգարի մասին ենք խոսում, մի մարդու, ով իր ազատությունը այս աշխարհում բոլորից եւ ամեն ինչից շատ է սիրում։ Այնպես որ արի Էդգարին չսպասենք, գնանք քնենք։ Ուշա։ Չէ, Էդգարը ամուսնու է։ Ալո։ Ռոբ, ես տանն եմ։ Իսկ մենք կարենք միասին լինենք, աստղերին նայենք։ Հիմա այս ժամին։ Բայց ժամին են աստղերները։ Դե ես հիմա էլ եմ նայում աստղերին։ Դե մի րոպե սպասի։ Այ հիմա կարանք իրար հետ նայենք աստղերին։ Գիտես ինչ եմ միշտ մտածել։ Որ սենց պատմություններ հանդիպում են կամ սիրային ֆիլմերում, կամ շատ վատ սիրո պատմություններում։ Դե ոչինչ, դու էլ ես մարդ, դու էլ կարաս սխալվես։ Ապրես, հույս տվեցիր։ Հիմա որ ասեմ արի առավոտը արևածագը միասին դիմավորենք։ Կասես էդ էլ վատ սիրո պատմություն։ Չէ, չեմ ասի, բայց դու մոռանում ես, որ ես գործեր ունեմ։ Ոնց հասկանում եմ, ցերեկները քեզ տեսնելու համար պետքա դելտայում հերթ պահեմ, հա։ Դե այսօր այդքան ժամանակ անցկացրեցինք միասին։ Այդ հերիք չի։ Ժամանակը միշտ հերիք չի։ Այ օրինակ հիմա ինչի պետք է մենք տարբեր տեղեր կանգնած աստղերին նայենք։ Կարենք չէ՞ դեռ լինենք։ Ռոբ, այս ժամի։ Հա, ինչ կլինի որ։ Գիժես։ Ինձ թվում է հա, բայց դա ինձ դուր է գալիս։ Չէ, Ռոբ, սպասի, արի այսօր քնենք, վաղը ցերեկը կհանդիպենք։ Վաղն էլ կարմրացնենք, հիմա էլ չքնես գալիս եմ։ Չէ, սպաս։ Գիժ այստեղ եմ։ Մինչև հիմա ստեղ ես։ Նյա նստացի։ Հասցրեցինք օգնել։ Քո ինչն է այս աղջիկը։ Երկար պատմություն է։ Կարաս ես բացատրես ինչ ա եղել։ Ինձ թվաց գիտես։ Ինչ է։ Անտիդեպրեսանտներից պերեդոզ ա եղել։ Լսի Էդգար, ուզենայի ասեի, որ պատահաբար մի քանի հաբ ավել ա խմել, բայց ես մի քանի հաբի բան գիտակցված քայլ արել եղբայր։ Նավ բան չի ես։ Չէ կարաս ինձ բանաներ։ Էն էլ իր այս կարգավիճակում։ Ինչ կարգավիճակ։ Լսի, քո ինչն է այս աղջիկը, կարծես ոչ մի բանից տեղյակ չես։ Հղի է։ Ինչ։ Մոտ 4 ամսեկան։ Գիտակցության գա զրուցենք հասկանանք։ Բա երեխան բժիշկ։ Հիմա ամեն ինչ նորմալ է։ Լվացումներ արեցինք, մի քանի ժամից ավելի լավ կլինի։ Բայց դու գիտակցում ես, որ պետք է ոստիկանություն զանգեմ։ Հասկանում եմ։ Բայց եթե ամեն ինչն հենց ոնց որ դու ես պատմել, անհանգստանալու կարիք չունես, հանգիստ կարող ես լինել։ Դու ամեն ինչ արա ոնց որ կարգն է, ոչի բանի մասին մտածի։ Կարամ ես մտնեմ մոտը, չեմ ուզում էլի արտանատենամ մենակը։ Գնա։
նորմալ ես։ Հա, բա, դու չգիտես, որ նորմաներիդ հետաքրքիր չի, ձանձրելի է։ Պապան քնած ու ես կյանքում տնից թաքուն չեմ գնացել։ Հավեսա չէ։ Դե հա, ադրենալին կա այս ամեն ինչի մեջ, բայց դա անհանգիստ եմ։ Հիմա գիտես ինչ պետք է անեմ։ Պետք է քեզ տանեմ ստեղից շատ հեռու։ Հաստատ։ Հաստատ։ Գնացինք։ Ռոբ, բայց կարող է պապային արթնացնեմ, ասեմ նոր գնանք։ Գնացինք։ Ինչն է մեզ ապրեցնում։ Ինչն է արժևորում ներկան ու ինչից է, որ ամենաերջանիկ պահերին մենք չենք հասկանում, որ երջանիկ ենք։ Ու ապրելը դառնում է սովորական մի բան։ Շնչելը հասարակ հաճույք։ Ու մենք նկատում ենք օդը միայն երբ այն չկա։ Վաղը ժամը 2-ին տեղ ասա։ Ռոբ, ինձ թվում է տեղը խառնել ես։ Բախստեղ էր, հիշում եմ, որ նոր է եկել Ամերիկա, Արսենն ասաց, որ հիմա քեզ սիրուն տեղ տանեմ։ Ու բերեց տեղ գիշերով։ Շատ ռոմանտիկ տղա է ձեր Արսենը։ Ինձ թվում է Արսենին շտապ ընկերուհի գտնել է պետք, որ ընկերոջը գիշերով սիրուն տեղ չտանի։ Կարաս մի վարկյան սուսմեն, ասում եմ տեղս միանա։ Նայ, այն վարկյանին, երբ դու որոշեցիր գաս իմ հետևից ու տանես ինձ աստղերին նայելու, քո ուղեղը արդեն անջատված էր։ Ասում եմ, այս տիպի տեղ էր, նրանց սիրուն տեղ կար, բարձրանում էինք, ոնց որ մեր Նորքի հեռուստաաշտարակը լիներ։ Նայում էինք աստղերին, պարզ երևում էր։ Չես հավատում։ Ռոբ, ես վստահ եմ մի բանում, որ եթե հեռուստա աշտարակ լիներ, մենք արդեն իրան կտեսնեինք։ Ու երկրորդը ինձ թվում է դու խառնում ես ուղղակի տեղը։ Մի րոպե սպասի ոնց որ։ Ռոբ, ուր ես գնում։ Էդ ուրիշի տունն է։ Գտար հեռուստա աշտարակը, որը ոչ մի ձև չի երևում։ Չկա սխալ ենք եկել։ Լսի, բայց մեր ավելի լավ բան եմ մտածել։ Ինչ։ Այս տունը ոնց որ փուլ կա։ Հո՞։ Ու նայում եմ պատոհները փակ, դռները փակ։ Հետո։ Իսկ թվում է մարդ չկա։ Հիշում ես, որ մոտ երազանք ունեիր փոքր ժամանակվա, որ ուզում էիր ուրիշի փուլում լողանայիր, ինչ-որ Չասես։ Գիժ ես դու։ Ես եմ գիշին մեծ ցանկությանդ նայի։ Չէ։ Ռոբ, ուզում ես գնանք ուրիշի տունը լողանք ու փախնենք։ Հա, ինչ կնի որ։ Չէ, այդ հանցագործություն։ Եվ ինչ հանցագործություն, փոքրիկ խուլիգանություն, որը որ պետք է անենք։ Չէ։ Իմ համարձակությունը հաստատ չիներին, հենց որ խնդրում եմ արի գնանք ուրիշ բան անենք։ Մի վարկյան։ Քո վախերը չի կարող մեզ խանգարի վայելել այս կյանքը։ Ռոբ, չոնես, թող չէ։ Եվա։ 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 Պատրաստ ես։ Չէ։ Ընտիր։
Ասապա։ Որտեղ ես։ Ինձ մի սպասեք։ Համելեն չէ ժամին քնարչար։ Որովհետև երեխեքիցս ոչ մեկը տանը չի։ Չհասկացա Բայևան ուր է։ Էդգար Եվան տանը չի։ Չգիտեմ դուրս ա եկել, ինձ չի զգուշացրել։ Զանգում եմ չի պատասխանում։